Արցախյան շունչն ու բույրը Էջմիածնի փողոցներում տարածվում են Առաքելյանների տանից, պատրաստվում են Ամանորին։ 2 տարի է իրենց հարազատ տանը չեն, բայց ընտանեկան ավանդույթները մնացել են անփոփոխ։ Տիկին Ազգանուշը կարոտը խոհանոցում է խեղդում։ Փախլավայի բույրը ժենգյալով հացի համն ամեն թխելի ստանում են Արցախ։ Ասկերանի մեծ ու ջերմ տանը միշտ յուրահատուկ են պատրաստվել Ամանորին։ Հիմնականում մեր առիթներին փախլավան պետք է լինի։ Անկախ նրանից նոր տարի է, ծնունդ է, ինչա փախլավան պարտադիր ժենգյալով հացի հետ միասին։ Ես փախլավան պատրաստել եմ մեր արցախյան խմորով։ Ազգանուշի ընտանիքը 2023-ին բռնի տեղահանվել է Ասկերանի Իվանյան գյուղից։ Դժվար երկարուձիգ ճանապարհը դեռ ամեն օր նրանց աչքի առաջ է։ Էջմիածնում են հանգրվան գտել հենց առաջին ամսում։ Հայաստանի հոգևոր մայրաքաղաքն ասում է մի քիչ նման է Ստեփանակերտին, իր խաղաղությամբ ու մաքուր օդով։ Միշտ ցանկացել եմ, ասել եմ Երանի ես Երևանում, Հայաստանում ամուսնանամ, այնտեղ հարց գնամ։ Միշտ սիրել եմ գաթաները, թխվածքները ստեղի, մորաքույրս ստեղ է էլի ամուսնացած, կապը կար, անընդհատ գնալ գալ։ Ես էլ եմ երազել։ Ամանորին շատ հյուրեր չեն ունենա, բայց հավուր պատշաճի պատրաստվում է։ Այնինչ տեսել է շնորհքով մայրիկից ու սկեսուրից բերել է իր ընտանիք։ Սեղանի զարդը փախլավան արդեն պատրաստ է։ Մի փոքր սրտնեղում է, գազօջախը հին է, տան տիրոջ իրն է։ Պետք է ուշադիր լինի, որ հանկարծ չվառվի։ Չգիտեմ, ինձնից ավելի պրոֆեսիոնալ փախլավաներ թխողներ կան, բայց որ ասма իմ ընտանիքի համար փորձում եմ էլի։ Հաջորդ պարտադիր ուտեստը ժենգյալով հացն է։ Մանր կտրատել է Հայաստանում ձեռքի տակ ունեցած կանաչիների տեսականին։ Ասում է Արցախում ժենգյալով հացի համը ուրիշ է, արտասովոր։ Ժենգյալով հացի խմորը գթալով եմ անում։ Ճիշտն ասած էտել եմ մամայից սովորել, հիմնականում ինքը ժենգյալով հացի խմորը գթալով էր պատրաստում, չգիտեմ, բայց գթալով էր պատրաստում։ Ես էլ արդեն իրանից սովորած որ ասма նույն ձև անում է։ Արցախից չհասցրեց բերել այն հատուկ երկաթը, որի վրա պատրաստում էին։ Հայաստանում նման մի բան գտել են, հարմարեցրել, բայց բարակ է ու ոչ այնքան հարմար։ Բացի այդ էլ հացը վառարանի վրա էին սարքում, իսկ այստեղ փորձում է գազի վրա։ Մինչ մայրիկը պատրաստում է տոնական ընթրիքը, Նարեկը, Նարեն ու Արենը զարդարում են տոնածառը եւ յուրաքանչյուր խաղալիքի հետ պատմում են երազանքների մասին։ Ուզում եմ, որ Արցախը հետ գա ու ասպին մեծ պաշտպանի։ Ո՞ր գնանք Արցախ։ Իսկ իմ երազանքը, որ երկրում խաղաղություն լինի։ Հետո ձմեռ պապիկին նամակ գրելու ժամանակն է։ Երազանքներն արդեն թղթի վրա։ Ես ուզում եմ եկենք Արցախ։ Իսկ ես ինչ բարականեր ու տարբեր չափի բլոկնոտներ։ Այն իսկ դու։ 6-ամյա Արենը ձմեռ պապիկից նյութական ոչինչ չի ուզում։ Իրեն պետք չեն խաղալիքները, նկարչական ալբոմներն ու մատիտները, հայրենի տունն է ուզում, սիրելի բակն ու փողոցի խաղերը։ Մի օր ուրախ, մի օր տխուր հիշողություններով, բայց կյանքը շարունակվում է։ Պետք է ապրենք, պետք է ստեղծենք, հույս ունենալով վերադարձ լինելու է, լինի մեծ սիրով գնալու ենք մեր ծննդավայր, Արցախ։ Չնայած բոլոր դժվարություններին, ծնողները միշտ գտնում են միջոցներ, որ երեխաները ժպտան։ Հայրը բերում է, մայրն էլ պատրաստում սիրով ու ջերմությամբ, միշտ նույն հույսով ու հավատով, որ մի օր էլի Իվանյանի իրենց տանից կտարածվի Էջմիածնում հանգրվանած արցախյան շունչը։ Շնորհավոր նոր տարի։ Ալադավթյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։